Եթե հիմա կյանքում մտնեն շրջանա, որ ուզում ես թողես ամեն ինչ ու հանձնվես, մի արա։ Լսի մի պատմություն, որը քեզ ստիպելու է տեղից վեր կենալ ու մինչև վերջ պայքարել սեփական երազանքներիդ համար։ Пардон, ребята, мой косяк. Այսօր խոսում ենք Էդդի Արծիվը ֆիլմի մասին։ Մանկուց այս տղային բոլորը համոզում էին, որ ինքը թողնի սպորտը ու որ ինքը կապ չունի սպորտի հետ, անգամ սեփական հայրն էր դեմ։ Բայց ինքը ուներ մի երազանք՝ հայտնվել Օլիմպիադայում։ Я попаду на зимнюю Олимпиаду. И думать забудь об Олимпиаде. Հասկանալով, որ ինքը ուրիշ տեղ է շանս չունի, ընտրում է ձմեռային ամենավտանգավոր սպորտաձևերից մեկը՝ դահուկներով ցատկ 70 մետր բարձրությունից, որտեղ մարդիկ ողնաշար են կոտրում։ Нужен тренер. Անգամ իր սեփական երկիրն էր դեմ, ու ինքը առանց փողի, առանց հանդերձանք ունենալու թողնում է Բրիտանիան ու գնում Եվրոպա։ Իրան անընդհատ ծաղրում են թե մարզիչները, թե մարզիկները, ասելով, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս սպորտաձևի հետ ու ինչքան հնարավոր է շուտ թողնի, քանի չի մեռը։ Надеюсь, ты не сдашься? Բայց իր համառությունը ստիպում է մի լքված ու հարբեցող նախկին չեմպիոնի, ում, կստացի, խաղում է հանճարեղ Հյու Ջեքմանը, դառնալ իր մարզիչը։ Миру нет до тебя дела. Это не Այս новость. պատմությունը այն մասին, թե ոնց է մարդը հաղթում ոչ թե մեդալներ, այլ սեփական երազանքի համար։ Я люблю доказывать, что люди ошибаются. Я должен это сделать. Այս կինոն նայելուց հետո դու հաստատ տեղիցդ վեր ես կենալու ու շարունակելու ես քո ներսի պայքարը, բայց ասեմ, որ Վերջը շատ ուզիչ է։ դե ինչ բաժան ուրտագրվի ալիքներին, որ բաց չթողես այս թույն կինոներ, իսկ թե ոնց գտնել կինոն ու եւ այլն, գիտես, տելեո։ Բայ